Я благодарна всем присутствующим. И думаю, здесь есть люди, которые хотели бы высказаться. Я представляю любезное слово многоуважаемому члену нашей общины, պարոն Յուրի Կարապետյանին, գրողների միության անդամ, ժուրնալիստների միության անդամ, մեր համայնքի պատվավոր անդամ, համեցեք։ Եթե ինչ-որ բան մոռացա, դուք լրացրեք։ Աղջիկն է, այո, Սուր Մարեգովնայի աղջիկն է։ Ցավոք սրտի այսօր Սուր Մարեգովնան չի կարող այստեղ ներկա գտնվել, որովհետև արդեն տարիքն է, այսօր մենք հյուրընկալվելու ենք իրենց տանը։ Մենք չենք թաքցնում, բայց մեզ հրավիրել են իրենց տուն, սիրով հյուրընկալվենք։ Հետո մենք կպատմենք մեր զրույցների մասին։ Համեցեք։ Հարգելիներս, նախից կներեք, որ ես պետք է առաջնորդվեմ իմ գրածով։ Ինչու՞։ Որովհետև Թումանյանի մասին խոսք ասելը շատ պարզավորեցնող է, եւ ես մտածում եմ, որ ինչ որ կա իմ մտքում, ես ասեմ, որ հանկարծ մի որևէ բան չմոռանամ։ Խնդրում եմ ներողամիտ եղեք։ Նախ ես շնորհակալ եմ Աստծուն եւ ճակատագրին, որ հայ եմ ծնվել ու աստվածային մեր մայր լեզվով պատանեկական տարիներից դեռևս ես իմ ձեռքն եմ վերցրել մեծ Թումանյանի ստեղծագործությունները եւ նրանով աշխարհ մտել։ Ես նաեւ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին, որոնք ինձ համար բացեցին դեպի թումանյանական աշխարհ տանող դուռը։ Գիտեք, ես շատ տպավորված եմ եղել Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններով։ Պատանի հասակում էի, դե բնական է, կարդում էինք նրա հեքիաթները, պատմվածքները։ Եվ այնքան տպավորված եմ եղել, որ ինձ թվացել է, թե ես ճանաչել եմ նրա հերոսներին, որ Նեսոնը նաև իմ ընկերն է եղել, որ այցելել եմ մյուս Նեսոնի Ղարաբաղնիսը, որ խաղացել եմ Գեգորի հետ, ներկա եմ գտնվել մի կաթիլ մեղրի հետ կապված տուրը դմբոցին, ներկա եմ գտնվել նաև Շարուկատվի վեճին, որտեղ ինչպես գիտեք, Հովհաննես Թումանյանը ներկայացնում էր նրանց, ասում էր կադուն ճոնն է, շունն էլ գլխին կդակ չուներ։ Եվ այդ հակասությունը այդպես բերել էր նրանց կռվի։ Մի խոսքով։ Հետո շատ տպավորիչ էր նաև ես, որ ես կարդում էի Մանոյի հետ կապված պատմությունը, որ չնայ Մանոյին նշանեցին ու տվեցին Չոբան Կարոյին։ Եվ նաև ինձ վրա, ես շատ հուզվել եմ, երբ կարդում եմ, որ ավելի շուտ անուշը ողբերգություններ ինձ, շատ բանանում էլի, հուզում անհանգստացնում եւ պետք է ասել, որ այդ թեման դարձավ ուրեմն լիբերետոյի թեմա եւ տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Չուղաջյանը նա գրեց իր հանճարեղ Անուշ օպերան եւ որ այսօր հնչում է եւ մենք մեծ բավականություն ենք ստանում։ Գիտեք, Թումանյանի, ես լսում էի ձեր ելույթը ուշադիր և այո, նորից համոզվեցի, որ Թումանյանի բեմադրությունը, Թումանյանի ստեղծագործությունները, պատմվածքները
նրանք յուրահատուկ բեմադրություն են նաև իրենց մեջ պարունակում կրում և պատահական չէ, որ ռեժիսորները նրանք շատ հեշտությամբ էին վերարտադրում իրենց կինոնեղարներում այդ կերպարները և ասել կարծեք թե այդ կերպարները իրենք էին ասում ռեժիսորին, թե ընտրեր ինձ։ Եվ նա և շատ ռեժիսորներ իմեջալոց հանճարակ ձևով են ներկայացրել այն մի քանի ֆիլմերը, որոնք արված են թումանյանական թեմաներով, ինչպես օրինակ Տերն ու ծառան։ Հանճարեղ այսպես կերպարներ և մեր նույնքան հանճարեղ դերասանների կատարմամբ։ Ինչ է ուզում ասել։ Թումանյանի վաստակը կայանում է նաև նրանում, որ նա մայր լեզուն հարստացնում էր ժողովրդական բանասիրության գոհարներով, կոլորիտային երանգներ էր մտցնում մեր խոսքի, մեր լեզվի մեջ և նա նաև նրա յուրաքանչյուր բառը, տողը հնչում էին, այնպես կարծեք թե նրանց մեջ երաժշտական հնչյուններ էին լցված, այնտեղ այդպես էր հնչում և իմիջիալից երբեմն ինձ թվում էր, թե այդ նրա բառի խոսքի մեջ թարգված են նոտաներ, որոնք կոմպոզիտորները և երգիչները կարողանում էին բացահայտել և հնչեցնում էին, և մենք մեծ բավականություն էինք ստանում, որովհետև դրանք մարդու հոգու մեջ էին թափանցում։ Եվ ամենակարևորը նա է, որ Թումանյանի ստեղծագործությունները ունեին արժեքային իմաստով, որ նրանք մեր մեջ դաստիարակում էին, մեզ դարձնում էին մեր կյանքի ընթացքում բարի, ազնիվ, խելացի, հայրենասեր։ Ես օրինակի համար իմ ամբողջ կյանքում թումանյանական այդ խորհուրդները, թումանյանական այդ այսպես ասած մոտեցումները և նրա մտահոգությունը մեր ապագայի մասին, ես օրինակ աշխատել եմ, որ այդ ամեն ինչը կրեմ, նրանց կրողը լինեմ և այդպեսի լինեմ, ինչպես ասենք Թումանյան ներուզը։ Հետո նաև դուք արդեն ասացիք, որ նա հասարակական մեծ գործունեություն էր ծավալում, իսկապես Թիֆլիսում Վարդգես Սուրենյանցի Մարտիրոս Սարյանի հետ միասին նրանք Թումանյանի նախաձեռնությամբ իհարկե ստեղծեցին հայ ստեղծագործողների միությունը և ուզում էին, որպեսզի ընդգրկեին հայ մշակույթի արվեստի գործիչներին այդ ստեղծագործության մեջ, այսինքն նա դրանով փորձում էր, աշխատում էր, որ այդ ամենը միտեղ բերի և այն արժեքները, որ կան, այդ ձևով պահպանեն, հետագա սերունդներին թողնեն։ Ես մի բաներ ասեմ, իհարկե, իմ Վարդգես Սուրենյանցի Ղրիմյան էսքիզները կինոնգարում, վավերագրական կինոնգարում, այսպես մի դրվագ կա։ Ղրիմում Յալտայում այդ ժամանակ, այդ ժամանակաշրջանը, որի մասին ես ասում եմ, Ալեքսանդր Սպենդիարովը բնակվում էր Յալտայում և մի գեղեցիկ օր նրան հյուր է գալիս Վարդգես Սուրենյանց։ Սպենդիարովը Վարդգես Սուրենյանին ոգևորված պատմում էր, թե ինձ վրա մեծ տպավորություն է գիտես Վարդգես թողել Պուշկինի Բախչիսարայի շատրվան նոր հրատարակությունը, որը նվիրված էր
Պուշկինի 101-ին եւ այդ հոբերանական հրադարակությունը Ռուսաստանում պատկերացնում եք սիրելիներս միայն վստահել էին, որ ձևավորի Վարդգես Սուրինանցը։ Ես ասում եմ եւ հուզվում եմ, էլ որ այդքան Ռուսաստանում այդքան հանջարեղ, տաղանդավոր նկարիչների կողքին նրանք կգան տեսան միայն Վարդգես Սուրինանցին, որը կարող էր ըստ արժանավուն Պուշկին այդ հանջարեղ ստեղծագործությունը ձևավորել։ Եվ Սպենդիարովն ասում էր, որ ես մտադրություն ունեմ օպերա գրել Բաքչիսարայի շատրվան թեման բոցիմերով։ Վարդգեսը նրան ասում է կերես ինչ, ես կես խորհուրդ կնամ, դու օպերա գրես Թումանյանի Թմկաբերդի առումը ստեղծագործության հիման վրա, էլի։ Եվ ասում է, որ իմիջ առոց ասում է, ես արդեն, Վարդգես Սուրինյանցը ասում է, որ ես արդեն բան եմ արել, մշակել եմ, ստեղծել եմ էսկիզները այդ օպերայի և պատրաստ եմ դրանք տրամադրել քեզ։ Եվ իսկապես Սպենդիարովը իր միտքը փոխում է և վերջո նա ստեղծում է իր հանջարեղ արմաստ օպերա։ Գիտեք ինչ, ես ուզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել այս միջոցառումը կազմակերպիչներին, որովհետև քիչ առիթ ենք ունենում դժվար տապար, քիչ առիթ ենք ունենում նորից ու նորից թերթենք, ընթերցենք, ստանանք այն մեծ բավականությունը, այն մեծ հուզմունքը, զգացումները, որ պատկերել են, որ պատում են մեզ և ընթերցում ենք Թումանյանի ստեղծագործությունները։ Ես մեկ այլ որ արդեն թեմայով պատրաստում էի, իմ մեջ գիտեք ինչպիսի մի ծագեց։ Ասում եմ Երանի ես նորից վերադառնայի մանկության, պատանեկության օրերը և նորից սկսեի ինչպես առաջին անգամ ընթերցել Թումանյանի անունով ստեղծագործությունները և ինչպես այն ժամանակ էի հուզվել, էլի նորից այդպես հուզվեի։ Շնորհակալություն։